հոբելյանական քայլերքի ներքո հանրապետության հրապարակ են բերվում Ինչ տարբերություն կար նախկին զինվորական շքերթների եւ 5-շաբթի օրը կայացած շքերթների միջև։ Արմիրու լրատվականը մասնագիտական շրջանակների հետ զրույցներից առանձնացրեց մի քանի կարևոր խնդիր, որը վերաբերվում էր ոչ թե զինտեխնիկայի շքերթին, այլ հենց բանակի մարտունակությանը, քանի որ միայն զինվորական շքերթը երկաթե առարկաների ցուցադրություն չպետք է ենթադրի։ Ըստ մասնագետների մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանի կողմից եւ ղեկավարությամբ կազմակերպված զինվորական շքերթին առաջին անգամ հայկական բանակի պատմության մեջ Արցախի պաշտպանական բանակը չկար, չէր մասնակցում։ Գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրամանատարությամբ հրապարակում են Տիգրան Մեջկանշանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի խիզախ մարտիկները։ Փառք ու պատիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի քաջարի մարտիկներին։ Ինչպես հայտնի է Արցախի էթնիկ զտումից եւ հայազրկումից հետո 2023-ից նույն հետևողականությամբ ինչ ադրբեջանական կողմը Փաշինյանի կառավարությունը կազմալուծեց Արցախի բանակը իր հերթին։ Հիմա էլ սպայական անձնակազմին ծանուցումներ են ուղարկել, որ դուրս գան բնակարաններից, որոնք տրվել են նրանց որպես Արցախի սպաներ։ Երկրորդ կարևոր տարբերությունը մյուս բոլոր ռազմական շքերթների հետ այն էր, որ գնդերեցները չկային, ինչպես հայտնի է այս տարվա հունիսի 30-ից Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ դադարեցվում է հայ առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված հոգևորականների գնդերեցների ծառայությունը։ Նրա որոշմամբ գնդերեցներն այնուհետև կգործեն գլխավոր շտաբի բարոյահոգեբանական վարչության համակարգում։ Էլ չասենք, որ այս շքերթին չէր մասնակցում նաև ամենայն հայոց կարեկին երկրորդը, ընդդիմադիր շրջանակներից որևէ ներկայացուցիչ չկար։ Իսկ ավելի ճիշտ կուսականացված զորահանդեսը մեր հիշողության մեջ կմնա որպես ՔՊ քարոզարշավի օրերից մեկը պետության միջոցներով հարկատուների հաշվին։